որովայնի ճարպակալում ունեցող հաճախորդների մոտ նյութափոխանակությունը շատ դանդաղ է, խոլեստերինը բարձրանալու դեպքում ի հայտ է գալիս սիրտանոթային հիվանդություններ, լյարդի ճարպակալման դեպքում շաքարի հետ կապված խնդիրներ, նույնիսկ շաքարային դիաբետ։ Եվ եթե օրգանիզմը ժամանակ առ ժամանակ իմունային անկումներ է ունենում, նաև կարող է նկատվել բորբոքումներ։ Ես Հերմինեն եմ բալանսավորված սննդի խորհրդատու Herbalife ընկերությունում։ Այստեղ իմ արդյունքն է, բազմաթիվ աղջիկների օգնել եմ ազատվել որովայնի ճարպից անվնաս, առանց սահմանափակող դիետաների եւ հիմա մի քանի խորհուրդ եմ քեզ ուզում փոխանցել, որը եթե դու անես, կարող ես ազատվել որովայնի ճարպակալումից։ 3 կարևոր խորհուրդ, որը կօգնի որովայնի ճարպը նվազեցնել։ Սննդացանկից հեռացրու վերամշակված մթերքները։ Դրանց ճարպերը փոխարինիր օգտակար ճարպերով։ Օրվա ընթացքում սկսիր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնել 30 րոպեով։ Քնիր ժամանակին եւ կառուցիր քո ափսեն բալանսավորված սննդատեսակներով։ Եվ եթե դու այս ամենը անելով չկարողանաս գրանցել այն արդյունքը, որին շատ երազում ես, ես պատրաստ եմ քեզ օգնելու։ Գրիր ինձ անձնական նամակ, կօգնեմ հավասարակշռված կառուցել քո ափսեն, ստեղծել ճիշտ կալորիաների դեֆիցիտ եւ հասնել այսպիսի գեղեցիկ արդյունքների։